Ինչի եք հացադուլ հայտարարել։ Սա գրած է, չեմ կարում խոսամ բարես, գրած է։ Ինչու եք ուզում ինքնասպան լինել, այստեղ գրել եք օգնեք ինձ, չեմ ուզում ինքնասպան լինել։ Գրել եք օգնեք ինձ, չեմ ուզում ինքնասպան լինել, ինչու եք ուզում։ Ժաման, ես բոլոր ոստիկանությունը իմ դեմ են, եկել են տունը քանդել են, ջարդել են, փշրել են, ես երանից հետո նայեք, ես ոստիկանությունը շանտեղ չի դնում վարչապետին հացիակները դիմումին բանիկեղ չեն դնում Ինչ դիմում եք գրել։ ոստիկանությունը ավելի բարձր է, քան վարչապետը Ինչ դիմում եք գրել։ մի րոպե հիմա մեռնամ արևից Բարերով կասեք միջև գտնեք ձեր դիմումը, ում եք գրել, ինչի մասին։ Բնակվում եմ լքված մի հատ տնակում, վագոն տնակում, արդեն 5 տարի այդտեղ բնակվում եմ, 3 տարի գրանցված եմ։ Երբ որ լսեցի, որ արդեն ինչ-որ ինքնակամ շինությունները օրինական ուժի մեջ է մտնում, ես դիմում գրեցի քաղաքապետարան դիմում գրեցի, պատասխանը ստացա, այս դիմումը սա պատասխանն է քաղաքապետարանի, որ պետք է կադաստրից հաշվառում բերեմ, կադաստրից հաշվառում բերելու գնացել եմ ես թղթով, ինձ ասել եմ, որ պետք է սպասեմ, մինչև որ ուժի մեջ մտնի, ուժի մեջ մտավ հունվարի 20-ին, հունվարի 20-ին ուժի մեջ է մտել, ես անմիջապես գնացել եմ, գեոտեզն արել եմ ու չապագիրի համար մարդ եմ բերել, որ չապագիր անեմ, տենում եմ ինքնակամ շինությունը ջարդել են, լրիվ հավասար բան չկանդ է ու մենակ թողել են վագոն տնակը։ Ով էր ջարդել։ Չգիտեմ, ես դա եմ ուզում պահանջեմ, ով արը, որ ես հիմա փողոցներն եմ։ Այն տնակը, որտեղ որ դուք էիք ապրում։ Ոստիկանությունը պիտի արածելնի։ Ինչի բայց։ Չգիտեմ, ինչի համար, պիտի իրենք իմանան։ Հիմա թող իմանան, ինչի համար, ով արը։ Եղել, դա ապօրինի կառույց է։ Ես աշտանահայքին ժամանակա փողոցներն եմ, ես որ գիշերով այրոպորտում եմ ես անցկացրել օրս։ Ապօրինի կառույց է եղել։ Ինչպես։ Հա, ինքնական շինություն, 20 տարվա շինություն է դա, 20 տարվա, ուղղակի լքված տարածք էր, ինձ բանը, մի րոպե, Տարածքը որտեղ է վագոնը։ Շամյան 4-րդ փողոց։ Տեսեք, Փարոսից եկել են, ստուգել են, ես եմ մենակ ընդեղ ապրում, ինձ թուղթը տվել են, որ ինձ փաստաբանի։ Այսինքն դուք այնտեղ բնակվելու իրավունք ունեցել եք։ Հա, 20 տարվա շինությունա, 10 տարյա լքված է։ Ես էր գնացի, ես անօթևանների կացարանում էի, ընդեր ես դուրս եկա, ինձ ասեցին ընդեր լքված տնակ կա, գնացի մնացի, 5 տարյա ես ընդեղ եմ, անձնագրով գրանցված եմ, փաստացի, 3 տարյա գրանցված եմ, ոչ ոք, ոչ չի եկել, ոչ չի խանգարել, ոչ բան չի արել, հիմա որ ես արդեն ինձ օրինական, ես ոչ մի սխալ բան չեմ արել, սա ստացել եմ քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը գրում է, պետք է ես կադաստրից հաշվառում տանեմ։ Գնացել եմ կադաստր, ասել է ուժի մեջ կմտնի, կանենք։ Ահա, չափագիրն եկել է, արել է մարդը, մուծումներն արել եմ։ Պիտի հաջորդ օրը չափագիր, սա գեոտեզն է, հաջորդ օրը պետք է չափագիր անեն, սրանք եկել են այդ
ինքնակամշնությունը քանդել են, բայց ես ունեմ հեսա իմ կարծիքով որ ստեղ պիտի որ Հողին են այսինքն եթե հավաքել եւ սակա, եթե սակա ուրեմն պետք է լինի սաղ նկարը, չէ՞։ Դրա մեջ ինչ դրա Հոթեսի նկարն ասա։ Ինչի են քանդել։ Ասում են մինչև 21, ասում են մինչև 21 թիվը։ Սա 20 տարվա շինություն էր։ Քարից, ֆունդամենտով շինություն։ դա հիմա հողին են հավասարեցրել։ Հա։ Մենակ թողել են տնակը, այն էլ մի հատ չգիտեմ ով է կողմը կծե, գնացել են ոստիկանություն, ասում է բանալին քաղաքապետարանում է, գնացել եմ քաղաքապետարան, ինձ գրություն է տվել, որ մենք ելքումուտքը, տարածքի ելքումուտքը հսկում է ոստիկանը, գնացել եմ ոստիկանություն, այլևս ես այդ Խաչատրյանին չեմ տեսել, ինձ խապում են ասում են գիշերելա, չի եկել, չենք իմանում երբ կգա, մի խոսքով, ինչպես? Դուք դրսում եք հայտնվել, այսինքն ու դրսում եք սկիզբն էլ ինչից է արել, ինչը սկիզբը, ախր սկիզբը։ Ես տվել եմ վարչապետին բան։ Հիմա Դիմում։ դրսում եք մնացել։ Ինչպես? Դրսում եք մնացել։ Փողոցում եք մնացել։ Այսօր գիշերը մնացել եմ այրոպորտում, որտեղ այստեղ արդեն շատ ցուրտ էր, երեկվանից եմ ստեղ։ Քանի օր է ինչ դուք դրսում եք հայտնվել, այդ տնակը, այդ շինությունը երբ են քանդել, որ օրն են քանդել։ Այսա, գեոտեզի հաջորդ օրը։ Երբ օրով, Օրով։ ասեք դուք Հա, քանի ես օր հիմա- ինչ դրսում եք հայտնվել։ Հիմա պիտի այստեղ մտնեմ տենամ որ օրը, Չէ, դուք քանի օր եք դրսում։ Քանի օր եք դրսում։ Չեք հիշում։ որտեղ։ Դրսում Դրսում քանի եք օր եք։ հայտնվել Անոթևանի Հա, կարգավիճակ։ շատ արդեն քանի օր է։ Մեկ շաբաթից ավել։ Ամեն օր մեկի խափում եմ, մեկի տունը մնում է։ Մեկ շաբաթից ավել է։ Հա, շատ։ Հիմա հացադուլով ինչ եք ակնկալում, հացադուլով կլուծվի։ Ես հիմա պահանջ կրպակը կողբեկա գցած, ինձ ասում է գնա քո ձեռով կոտրի կրպակը բան կողբեկը փոխի, ես իրավունք ունեմ թագել եք, ես գնամ բան ես գիտեմ ինչի համար են անում, ինձ ուղարկում են ես իմ խոդով գնամ կանդեմ, որ այս սրանից իրենք ազատվեն, որովհետև սրա փաստաթղթերը հրկիզել են։ Ես հեսա կզանգեմ դուք։ Հա։ Ես որ վարչապետին դիմում եմ գրել, չկա, ներքին գործերի նախարարությունում չկա, կորել է։ Ես հավաստը աղբյուրներից իմացել եմ, որ ինչ որ մի հատ Խաչատրյան ոստիկան, որը որ եղել է սրա պատճառը դուրս լցնելու իմ վերջերը բան անձրևի տակեցին, այդ էլ տարել է ինչ որ միտեղ վառել է, ինձ ով որ ասել է ինքը կգա վկայություն կտա, ասեց ես գիտեմ ինքը եկել է այստեղ վառել է այդ իմ փաստաթղթերն են։ Դուք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եք ոստիկանություն։ Ոստիկանությունում, դատախազությունում ունեմ դիմումը, դատախազության պատասխանը գնա դատարան տոր։ Այդ դատարանը ինչի ես եթե հայտարարություն եմ տվել, ուրեմն պետք է բարել լինեն իմ հայտարարության հիման վրա գործ հարուցեն։ Ոչ կանչել են, ոչ խոսացել են, ոչ իմացել են ով է դուրս լցրել, ով է փչացրել, ով անչը։ Ինձ ասում են տար դատարան տուր, ես դատարանի տեղը գիտեմ, ես այդ գումար ունեմ դատարան տալու։ Ես դիմել եմ ոստիկանության արած գործերն է, ձեր գործերն է սա, ոստիկանություն, սա դուք եք արել, սա մեր վարչապետն է, արդեն տարի 10 ամիս է, ես չունեմ պատասխան, Խաչատրյանը տարի վառել է իմ փաստաթղթերը, որպեսզի չիմանան, որովհետև ես սրա մեջ ես պահանջում եմ ով է իմ վերջերը առանց ինձ, ես աշխատանքի մեջ եմ եղել, դուք եկել եք իմ վերջերը դուրս եք լցրել անձրևի տակ։ Հիմա ես պահանջում եմ, որ ոստիկաններն են եղել, բանից պարզվում մեկը այդ Խաչատրյանն է եղել, բա երկու ոստիկան են եղել, մեկը ով է եղել։ Այդ տանում ես վառում ես, գիտես որ անտեր կնիկա։ Տարել են ձեր իրերը այրել են, թե ուղղակի դուրս են հանել դոմիկից։ Իմ շորերը դու բա այս սրացքից բնա։ Ես պահանջել եմ ովքեր են եղել։ Ում կողմից է եղել վտարման, ուրա փաստաթուղթ կա, վտարել եք դուք
Ոստիկանը ինչ իրավունք ունես գալիս ես ինձ դուրս ես անում։ Դուր դատարանի որոշում կլինի, դահիք կա, բան կա այնտեղ, օրենք կա, դու եկել ես ցանել ես, որովհետև ինքը հիմա որ մտնսա դատարան, ես կասեմ, որ ինքը վաճառել է այդ տարածքը։ Վաճառել է հիմի տագի չի իմանում ոնց դուրս գա։ Ինչքան ժամանակ եք շարունակելու ձեր հացադուլը։ Երեկվանից։ Մինչև երբ։ Անժամկետ ես գրել եմ, անժամկետ, մինչև որ կանին, ես համաձայն եմ, թող տանեն, այդքան կորուստ ունեցել եմ, այդքան ամեն ինչներ եմ, առողջականս կորցրել եմ, թող տանեն այդ իրենք ձեռով, բաց անեն։ Էլի կողբեքի փողը ես կառնեմ, կողբեքը փոխեմ, բայց թող կան մի հատ ակտավորեն, ինչ կան դե, վաղվա օրը ես որ գնամ, ինձ ասում դու գնա փոխոտով, բաց արա ու ներս մտեն։ Ակու վեշ կա, ես ինչ կուրս ունեմ բացել։ Որովհետև գլխավոր դատախազն եմ դիմացած, ով է նորատեմ կարող։